Պատկերացրու դու արթնանում ես մի վայրում, որտեղ արևը քեզ համ ջերմացնում է, համ էլ խոսք է տալիս, որ մինչ երեկո կարող ես դու նաև սիրահարվել։ Ծովը համ անծանոթ է, համ էլ մի ձևի շատ հարազատ։ Ոնց ասեմ, ինչպես առաջին ժամադրության ժամանակ։ Դու չես պատկերացնում, թե որտեղ ես։ Գլխումդ քամու նման երկու միտք է արթնանում՝ Շարմ էլ-Շեյխ, թե Խուրգադա։ Եվ դու կանգնած ես ընտրության առջև։ Ողջույն սիրելիներս, ես Լիանան եմ, Go Travel ընկերության հիմնադիրը և ձեր հավատարիմ ճանապարհորդական ուղեկիցը։ Իսկ այսօր մենք ձեզ հետ պարզելու ենք, թե այս տարի որ ուղղություն ընտրել՝ Շարմ էլ-Շեյխ, թե Խուրգադա։ Ոչ միայն հիմնվելու ենք ձեր սրտի ձայնին, այլև իրական փաստերին։ Դե ինչ, գնացինք։ Առաջին համեմատականը բնությունը և ծովն է։ Իհարկե, ամենակարևորը սկսում ենք ծովից։ Շարմ էլ-Շեյխը գտնվում է Կարմիր ծովի այն հատվածում, որտեղ ջուրը շատ մաքուր է և թթվածնով հարուստ, ինչը ստեղծել է յուրահատուկ էկոհամակարգ, աշխարհի ամենագունեղ կորալներից մեկը։ Այստեղ գտնվում է աշխարհի 10 լավագույն դայվինգ վայրերից երկուսը՝ Ռաս Մուհամմեդ ազգային պարկը և Տիրան Այլենդի խութերը, որտեղ տեսնում ես ջրային աշխարհը, որը National Geographic-ն էլ կնախանձի։ Եթե սիրում ես սուզվել, եթե նոր ես սկսում, Շարմ էլ-Շեյխը առաջարկում է ամենահարմար պայմանները։ Տեսանելիությունը հասնում է մինչև 30 մետր խորության։ Բնությունը իր ամբողջ փառքով բացվում է աչքերիդ առաջ։ Ավելի քան 100 կորալ և հազարավոր գունավոր ձկներ, որոնք այնքան հանգիստ են լողում կողքովդ, կարծես քո underwater հարևանները լինեն։ Իսկ Խուրգադայում ծովը ունի լրիվ այլ տրամադրություն։ Այստեղ դու ավելի բաց տարածքներում ես, ջուրը ավելի տաք, ավելի հանգիստ, իսկ լողափները ասես հանգստի համար պատրաստված լինեն, փափուկ ավազ, ոչ մի քար ու ոչ մի խութ։ Ուղղակի մտնում ես ջուրը առանց մտածելու ոտքը ցավալու է, թե ոչ։ Իդեալական է երեխաների, տարեցների կամ նրանց համար, ովքեր պարզապես ուզում են ջրի մեջ լինել առանց մտածելու ինչ կա հատակում։ Խուրգադայի որոշ հյուրանոցներ նույնիսկ ունեն լողավազանային հարթույթներ, որոնք շարունակվում են դեպի ծովը, հեշտացնում է մուտքը մինչև սայլակով մարդկանց համար։ Իսկ եթե քո պլանն է ուղղակի պառկել լողափին և վայելել ավազը և տաք ջուրը, Խուրգադան կլինի քո համար իդեալական հանգիստ։ Երկրորդ համեմատականը դա տուրիստական պրոֆիլն է, այսինքն թե ում համար է այն նախատեսված։ Շարմը հարմար է սիրահար զույգերի, հանիմուներների, ինֆլուենսերների և նրանց համար, ովքեր նախընտրում են ավելի լյուքս հանգիստը։ Հյուրանոցները հաճախ adults only են և կենտրոնացված են բացառիկ սպասարկման վրա։ Այսինքն, եթե մտածում էիր հանգիստ կարդալու գիրքդ լողափին, առանց կողքից «մամա, նայիր ձայնին», Շարմը հենց քո տեղն է, իսկ Խուրգադան իդեալական է ընտանիքների համար։ Այստեղ շատ հյուրանոցներ ունեն երեխաների համար նախատեսված ծրագրեր, մանկական ակումբներ և ջրաշխարհներ։ Երրորդը դա ժամանցի հարմարավետությունն է։ Շարմում ժամանցը ավելի ակտիվ է և բազմազան։ Soho Square-ը և Nauma Bay-ն առաջարկում են գիշերային կյանք, ակումբներ և ցուցադրություններ։ Դու կարող ես մասնակցել օրվա դայվինգին, իսկ գիշերը պարել DJ-ի ուղեկցությամբ բաց երկնքի տակ։ Մի խոսքով այնպիսի vibe է, որ թվում է նույնիսկ արևը չի ուզում գնալ քնելու։ Իսկ Խուրգադայում ժամանցը ավելի ընտանեկան է։ Այստեղ կան ջրաշխարհներ, բացօթյա շոուներ և նավերով զբոսանքներ դեպի կղզիներ, օրինակ Գիֆտուն, արկածներ ամբողջ ընտանիքի համար։ Չորրորդ համեմատականը տեղաբաշխումն է և մուտքը։ Շարմ էլ-Շեյխը գտնվում է Սինայի թերակղզու հարավում, Կարմիր ծովի և անապատի արանքում, ասես ուրիշ իրականություն լինի։ Այստեղ կա միջազգային օդանավակայան, որտեղ շատերը ժամանում են հենց ուղիղ չվերթներով։ Ի դեպ, մենք էլ ունենք շաբաթական մի քանի չարթերային թռիչքներ, որոնք տևում են ընդամենը 3 ժամ։ Եթե ցանկանում ես Շարմից ուղևորվել Կահիրե, պատրաստ եղիր 6-ից 7 ժամ անցկացնել ճանապարհներին։ Այն անցնում է անապատի միջով, տեսարանները բավականին գեղեցիկ են, սակայն ճանապարհը ինքն իրենով շատ հոգնեցուցիչ է։ Իսկ Խուրգադան տեղակայված է Կարմիր ծովի արևմտյան ափին, ավելի մոտ է Եգիպտոսի բնակեցված և պատմական տարածքներին։ Ու հենց սա է Հուրգադայի մեծագույն առավելություններից մեկը։ Խուրգադան Կահիրեին մոտ 4-ից 5 ժամ, իսկ Լյուքսորն ընդամենը 3-ից 4 ժամ հեռավորության վրա է։ Այսինքն, Խուրգադայում հանգստանալով կարող ես մի ձեռքով արևայրուք ստանալ, մյուսով նայել փարավոնների աչքերին։
Ահա սիրելիներս, հասանք ամենահետաքրքիր պահին՝ գները եւ իհարկե բյուջեն։ Շարմուն գները բարձր են, հյուրանոցները հիմնականում լյուքս դասի են, եթե փնտրում ես once in a lifetime հանգիստը, սա քեզ համար է։ Խուրգադան ավելի մատչելի է։ Հյուրանոցների միջին մակարդակը բարձր է, բայց գները ցածր։ Սա այն տարբերակն է, երբ ուզում ես ամեն ինչից մի քիչ առանց բյուջեն անցնելու։ 6-րդ համեմատականը դա սպասարկումն է եւ տուրիստական մշակույթը։ Շարմում սպասարկումը բավականին պրոֆեսիոնալ է եւ միջազգային ստանդարտներով։ Հյուրանոցների անձնակազմը հաճախ անգլիախոս է, իսկ սպասարկումը մոտ է եվրոպական ստանդարտներին, որտեղ ամեն ինչ հաշվարկված է, մինչև սրբիչի ծալքի անկյունը։ Խուրգադայում առավելությունը մատչելիությունն ու հյուրընկալությունն են։ Այստեղ լինում են ուշացումներ, բայց փոխարենը քեզ նայում են այնպեսի ջերմությամբ, որ թվում է տուն ես եկել, ոչ թե հյուրանոց։ Ու կարևոր հիշեցում, այստեղ երկու վայրում էլ պարտադիր է թեյավճարներ թողնելը, ի տարբերություն մեր սիրելի Ճապոնիային, նայիր հաղորդումը հետևյալ հղումով, Խուրգադայում եւ Շարմ էլ Շեյխում թեյավճարներից հետո քեզ մի լավ ժպտում են եւ իհարկե օրհնում։ Եվ վերջին համեմատականը դա եղանակն է եւ տուրիստական սեզոնը։ Այստեղ արևը աշխատում է 365 օր, այսինքն առանց հանգստյան օրերի։ Եվ մեզ նման արևասեր հայերի համար սա հրաշալի երևույթ է։ Բայց եկեք անկեղծ լինենք, երբեմն այդ արևը չի ջերմացնում, այլ ուղղակի տապալում է։ Ու եթե դու հանգիստ ես ուզում, այլ ոչ թե ապուրի պես եփվել, այս տեղեկատվությունը հենց քեզ համար է։ Շարմ էլ Շեյխում եղանակը ավելի չոր է։ Անապատը մոտ է, իսկ հովացումը քիչ։ Ամառը հուլիս-օգոստոսին այստեղ կարող է մինչև +45 աստիճան լինել, ու շունչդ պահես միայն հյուրանոցի լոբիում։ Իդեալական շրջանը մարտից մայիս ու հոկտեմբերից դեկտեմբեր ամիսներն են։ Այս ժամանակը արևը բարի է, իսկ ծովը ջերմ ու մաքուր։ Հուրգադայում եղանակը մի փոքր մեղմ է, ավելի շատ քամի կամ հատկապես ձմռանը, բայց դա հենց այն է, ինչ փրկում է ամառվա տապից։ Այստեղ օդը մատչելի է շնչելու համար, իսկ արևը չի էլ փորձում քեզ տապալել։ Դեկտեմբեր-փետրվար ամիսներին ջուրը կարող է մի փոքր սառել, բայց եթե դու սովոր ես Սևանում լողանալու, այն քեզ ընդհանրապես չի խանգարի։ Իսկ եթե դու չես ուզում վերածվել խեցգետնի, մի մոռացիր անպայման քսել արևապաշտպան կրեմ։ Ինչ էլ որ ընտրես, մի բան հաստատ է, ճանապարհորդությունը դա ուղղություն չէ, այլ ներսիդ արձագանքն է աշխարհին։ Իսկ հիմա քո հերթն է, գրիր մեկնաբանություններում, թե որ վայրը դու ինքդ կընտրեիր՝ Շարմը, թե Խուրգադան, եւ եթե դու արդեն այդտեղ եղել ես, նշիր քո սեփական փորձառությունը։ Իսկ դու բաժանորդագրվիր Արիքին, քանի որ ես բերելու եմ նոր տեսանյութեր, նոր էներգիա եւ իհարկե նոր արկածներ։ Իսկ վերջում ձեզ չմոռանամ հիշեցնել, որ այն գումարը, որը դու ծախսում ես քո ճանապարհորդությունների ընթացքում, իհարկե հարստացնում է հենց քեզ։